տեղեկություններ տարածվեց, որ քրեակատարողական հիմնարկներում տեղ չկա։ Հիմնականում կալանավորվածներին համատարած Էրեբունի եւ Արմավիր էին տանում եւ խնդրահարույց իրականում տեղ կա ու երեք նաեւ ամփոփել են քրեակատարողական ծառայության կիսամերկային աշխատանքը եւ իրական ցուցանիշներն են այն տեսանկյունից, որ դատապարտյալների թիվը 150-ից 168 ավելին է, քան կալանավորների թիվը։ Ուզում հիշեցնել, որ նախորդ տարիների ընթացքում սա չի եղել, սա պատմական ցուցանիշ է, որը որ դրական է գնահատվում եւ ներպետական եւ միջազգային։ Տիկին Գալյան, նաև մտահոգիչ է այն, որ 2025 թվականին բավականին մեծ ցուցանիշ էր, ինքնասպանության էին գնում կալանավորները, դատապարտյալները, 2025-ին ունեք օրինակ, որ ամփոփեցիք, ինչ 26-ին ինչ արդյունք ունենք։ 3 դեպք ունենք, եթե չեմ սխալվում, որոնց մեկը կենսաբանական մահ է, 2 ինքնասպանության դեպքեր են, մեծացել են ինքնասպանությունների կանխման դեպքերը, 27-28 դեպք Ինչով է պայմանավորված։ Ախտել են նախորդ տարվա ժամանակահատվածում 10-ից 15 դեպքի մասնակցություն սպանության փորձի։ Մենք փորձում ենք այս առանցքը կազմակերպել այնպես, որ շատ ավելի զգոն եւ ուշադիր լինենք, չնայած միշտ այդպես է եղել, բայց փորձում ենք ավելի կարիքահեն գործունեություն իրականացնել, միտված անձի կարիքների ու անհատական դրսևորումների գնահատմանը ու մեր նաև աշխատանքի արդյունքը ինչ-որ առումով, բայց ինչ-որ առումով էլ իրականում գուցե եւ օբյեկտիվ իրականությունը շատ հաճախ մեր աշխատանքի հետ կապ չունի, խոսքը վերաբերում է հատկապես կենսաբանական մահերին, որոնք պայմանավորված են առողջության առանձնահատկություններով եւ որոշ դեպքերում նաև ինքնասպանություն։ Պետերի ազատումներ լինում են, թե ոչ ներողություն, խնդրում ես հասնել պետերի ազատումներ հաշվի առնելով։ Խիստ էիք բավականին ամփոփման ժամանակ, ասում էիք բարեկամ, ծանոթ, ես հատուկ նայել եմ ձեր ամփոփումը։ Խիստ էի ոչ միայն այդ ժամանակ, իրական խստության մասին չի խոսքը մոտեցումների մասին է եւ ի սկզբանե կարծում եմ, որ այդ մոտեցումներին բոլորը հաջողանոց են եղել եւ ուղղակի իմպակտը ամեն անգամ վերահսկվել է մոտեցումները եւ գալ այն նկատմամբ, որ մենք բոլորս բոլոր աշխատակիցներով գտնվում ենք նույն ալիքի վրա։ Նախարար օրերս իրականորեն հիմնադիր դատապարտյալը հազանգել է նշում է, որ ապօրինի է դատապարտվել, հակագործություն դատավորի նկարակոչում ու նաև նշել է, որ ներողություն է խնդրում իհարկե երեխաներից և ծնողից, բայց ստիպված է ծայրանը քայլելու արդյոք հետաքրքրվել եք դեպքով տեղյակ եք կոնկրետ դեպքի մասին չեմ կարող ասել, իմ անձնական տեղեկատվության հետ կապված, բայց վստահաբար կարող եմ ասել, որ ծառայության աշխատակիցները յուրաքանչյուր դեպքում արձագանք իրական հացադուլների, ինքնավնասումների եւ ինքնասպանության փորձերի մեծ մասը, եթե հոգեկանության դեպքերից ապված են հենց իրական գործից, դժգոհության հետ։ Դա կանոնն է, դրանից լինում են բացառիչ։ Արդյունքի պետը ինչու ազատվեց։ Արդյունքի պետը չի ազատվել, իր լիազորություններն են հասցվել, քանի որ ծառայողական գործության արդյունքում որոշվել է նրան նկատողություն ունենալ։ Ինչ էր եղել։ Մանրամասնեք մի փոքր իմանանք։ Ես չեմ կարող ձեզ բացահայտել ծառայողական քննությունների մանրամասները, բայց քան վարքագծային կանոնների խախտումներ, որոնք վերել են եզրահանգման որ վերջից լիազորությունները պետք է կասեցվեն։ Տիկին Գալյան, եւ վերջին հարցը վարչապետն ասեց, որ հրաժարական ենք տալիս, ըստ էության նաեւ երկու պաշտոնյաների, պաշտպանության նախարարի եւ Արփինե Սարգսյանի մասով նշեց, որ իրենք վերանշանակվելու են, ձեզ ինչ ճակատագիր է սպասվում։ Ապրենք տեսնենք։